Ամենահին հայկական համայնքներից մեկը, եթե ոչ ամենահինը, Ռումինիայում հայ համայնքն է, որի մասին հիշատակումները սկսվում են 11-րդ դարից։ Արսեն, բայց դուք հայկական մամուլն եք ներկայացնում, մենք առավելապես հիմա ժամանակակից հայ համայնքից պիտի խոսենք։ Ձեր ամսագիրը որ թվականին է հիմնադրվել, ինչ ընթացք է ունեցել եւ հիմա ինչ հանգրվանում է։ Բարև ձեզ։ Ունենք երկու ամսագիր, առաջինը Արարատը ռումիներեն։ Արարատը հիմնադրվել է 1924 թվականին, հուլիսի 1-ին լույս է տեսել առաջին համարը եւ գոյատևել է մինչեւ 1942 թվականը, երբ գլխավոր խմբագիր Վարդան Մեստուջյանը մահացավ եւ երկրորդ համաշխարհային պատերազմն էր, շարունակող չեղավ եւ այսպես ընդհատում եղավ մինչեւ 1990 թվականը, երբ Ռումինիայում հեղափոխությունից հետո ազգային փոքրամասնությունները ազատություն ստացան եւ կարողացան վերաձևավորել իրենց կյանքը, իրենց համայնքային կյանքը եւ այդպես Արարատը վերածնվեց 1990 թվականին եւ լույս է տեսնում մինչ օրս ռումիներեն։ Իսկ հայրեն այսօր լույս է տեսնում Նոր կյանք ամսագիրը, որը հիմնադրվել է 1950 թվականին, մի փոքր այսպես ճակերտների մեջ, ասենք հիմնադրվել, որովհետև այն շարունակողն է իրեն նախորդած ամսագրերի կամ շաբաթաթերթերի, բայց 1950 թվականից Նոր կյանք անվամբ լույս է տեսնում մինչ օրս։ Տպագիր տարբերակով է լույս տեսնում, թե արդեն անցել եք էլեկտրոնայինի ամբողջը։ Նոր կյանքը միայն տպագիր, իսկ Արարատը եւ տպագիր եւ համացանցով բնականաբար ավելի ակտիվ է, ավելի շատ նորություններ են լուսաբանվում, բնականաբար, քանի որ տարածքը անսպառ է, իսկ ամսագրում տեղ են գտնում կարևոր իրադարձությունները տվյալ ամսվա, Հայաստանի հետ կապված, համայնքի հետ կապված եւ այլն, բազմաթիվ իրադարձություններ։ Արարատի տպաքանակը որքան է կազմում։ Այսօր շուրջ 1500 եւ հատկանշական է, որ շատերը հենց ռումինացիներ են, Հմ։ որովհետեւ ռումինահայերը օգտվում են նաեւ նոր կյանքից, ինչպես նաեւ Արարատից, բայց հիմնականում, քանի որ արդեն գոյություն ունի համացանցը, շատերը նախընտրում են համացանցով ստանալ այդ տեղեկատվությունը, ժամանակին շատ ավելի մեծ է եղել տպաքանակը, քանի որ նախ շատ ավելի մեծ էր համայնքը, համացանցի գործոնը, քանի որ համացանց չկար 90-ականներին, տարածված չէր, ոչ թե չկար, այդքան տարածված չէր, այն ժամանակ ավելի մեծ էր։ Այժմ մոտ 1500 եւ ինչպես նշեցի, եւ մեզ համար շատ ուրախալի է, որ ռումինացիներ են կարդում շատ եւ ոչ միայն տպագիր, նաեւ համացանցով տարբերակը, առցանց տարբերակը, որովհետև շատ են լինում դեպքերը, երբ տարբեր առիթներով միջոցառումների ժամանակ տեսնում ենք, թե որքան ռումինացիներ են մեզ մոտենում եւ որքան տեղեկացված են եւ համայնքից եւ Հայաստանից, անշուշտ միայն մեր բարբերականները չեն կարդում կամ միայն Արարատը չեն կարդում, այլ նաեւ հենց ռումինական ԶԼՄ-ները, որտեղ լուսաբանվում են Հայաստանի հետ կապված տարբեր կարևորագույն իրադարձություններ, բայց դա իսկապես շատ ուրախալի է, որ Ռումինիայում այդ Հայաստանի մասին բավականին շատ բան գիտեն ու դա առաջին հերթին հենց համայնքի շնորհիվ է, համայնքի ակտիվ լինելու շնորհիվ է։ Ենթադրում եմ, որ ամսագրի բովանդակությունը բավականին լայն է, ընդգրկուն է եւ դրա համար նաեւ ռումինացիները ընթերցում են։ Այո, ինչպես նշեցի, Հայաստանի մասին, Հայաստանի հետ կապված տարբեր կարևորագույն իրադարձությունների եւ ոչ միայն։ Օրինակ ես ունեցել եմ եւ ինչ օրս էլ որքան հասնում եմ, շարունակում եմ հոդվածաշար, օրինակ Հայաստանի տեսարժան վայրերի մասին, Հայաստանում տեղի ունեցող օրինակ փառատոնների մասին, որ օրինակ ինչու կարելի է, եթե այցելում եք օրինակ կոնկրետ, չգիտեմ, մայիսին կամ հունիսին կարող եք այցելել օրինակ գինու փառատոնին,
որը ինչպես են ասում, կամ Վարդավառի մասին օրինակ, որ կարելի է այնպես գնալ, որ այդ մեկ օրը գտնվել Հայաստանում, կամ բազմաթիվ, ասենք, տոլմայի հետ կապված, չգիտեմ, փառատոններ եւ այլն, այնինչ կարող է հետաքրքրել ռումինացիներին, բացի այդ, ինչպես նշեցի, այդ զբոսաշրջային, հա, տեսարժան վայրերի մասին, նրանց պատմություններով, թե պետք է այդ հետաքրքրությունը առաջացնել, թե ինչու օրինակ այցելել Հայաստան։ Դա ինձ համար իմ գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում, որպեսզի ռումինացիներին, այսպես ճակերտավոր ասենք, տանել, ուղղորդել Հայաստան, որ այցելեն եւ այդպես երկու ժողովուրդների միջև կապերը էլ ավելի ամրապնդել։ Թերթի այլ, այսպես ասենք, այլ թեմաներից են համայնքային, համայնքի ներկայում տեղի ունեցող իրադարձությունների, որոնք բավականին շատ են, ինչպես նաև համայնքի պատմության վերաբերյալ հոդվածներ, որովհետև մի ահռելի ժառանգություն է ուղղակի Ռումինիայի համայնքը այստեղ ունի մոտ հազարամյակի չափ պատմություն եւ բազմաթիվ թեմաներ կան, որոնք կարծես մոռացված են եւ դրանք պետք է կրկին ներկայացնել եւ ռումինական հանրությանը եւ հայ հանրությանը եւ ընդհանրապես աշխարհին փորձում ենք նաեւ տարբեր լեզուներով ոչ միայն հայերեն եւ ռումիներեն, այլև անգլերեն ներկայացնել, ինչպես նաեւ թեմաներ կան շատ տարբեր, կարող է լինել, ասենք, օրինակ Հայաստանի հետ կապված, ինչ որ, չգիտեմ, շոու բիզնեսի, կինոյի կամ ինչ ցանկացած նշանակալի իրադարձություն կամ հարցազրույցներ, օրինակ հարցազրույցներ Հայաստանի տարբեր բնակավարների անձանց հետ, որոնք իսկապես կարող են հետաքրքրություն առաջացնել ռումինացիների մոտ, հատկապես հենց ռումինացիների շրջանում։ Ամենահին հայկական համայնքը հազարամյակներից հետո որքանով է կրճատվել, հիմա ինչքան է կազմում համայնքի թիվը մոտավորապես։ Տեսեք, շատ տարբեր են այն ալիքները, որոնց արդյունքում ձևավորվել է ռումինահայ համայնքը։ Առաջին վկայությունները 10-րդ դարի վերջում են, երբ հունգարացի ժամանակագիրներն են նշում հայերի մասին, Ռումինիայի Տրանսիլվանիայի հատվածում հայերի ներկայության մասին, ապա կցկտուր տեղեկություններ են մինչև 14-րդ դարը։ 14-րդ դարից արդեն շատ հստակ տեղեկություններ ունենք որոշ քաղաքներում, որոնք օրինակ այսօր մարզկենտրոններ են, ինչպես Ռոման քաղաքը, Սուչավա, Բոտոշյան, հայերը բնակչության կեսն են եղել կամ Յաշը կամ նույնիսկ կեսից ավելին։ Պատկերացրեք քաղաքներ կան, որտեղ երկու քաղաքապետ է եղել, մեկը տեղացիների համար, մյուսը հայերի համար։ Հայերը առանձին իրենց օրենսգիրքն են ունեցել, որը հիմնված է եղել Մխիթար Գոշի դատաստանագրքի վրա եւ այսպես շարունակ։ Մինչև 19-րդ դարի վերջը համայնքը հետզհետե այդ թուլացումը ունեցել է, չնայած որ եղել են ալիքներ Օսմանյան կայսրությունից հատկապես հարավից 17-18-րդ դարերում, 19-րդ եւ Համիդյան ջարդերի արդյունքում են բազմաթիվ հայեր հաստատվում Ռումինիայում եւ հետո արդեն ցեղասպանության արդյունքում։ Ցեղասպանության արդյունքում տասնյակ հազարավոր հայեր են ապաստան գտնում Ռումինիայում եւ 20-30-ական թվականներին կարծես փոքր Հայաստան լիներ։ Եթե տեսնենք լույս տեսած պարբերականների ծավալը, քանի պարբերականներ են լույս տեսնում եւ ինչպիսի բուռն կյանք էր համայնքային, իհարկե համազգային, այսպես ասենք, ողբերգության ցավի արդյունքում ձևավորված համայնք էր, բայց թե ինչպես էին պահպանում այդ ամեն։ Կոմունիստական ռեժիմի հաստատումից հետո, երբ ազգայնացվեցին հայերի, ոչ միայն հայերի, ժողովրդի ընդհանրապես ունեցվածքը եւ այլն, իսկ հայերը հիմնականում առևտրականներ էին, նաեւ մտավորականներ, բայց նաեւ շատ էին առևտրականները, այդպես սկսվեց հայերի գաղթը դեպի արևմուտք, ռումինահայերի գաղթը դեպի արևմուտք եւ մի պահ նույնիսկ իրավիճակ եղավ, երբ Միացյալ Նահանգներում օրինակ ավելի շատ ռումինահայ կար, քան հենց Ռումինիայում։ Եվ 90-ականներից հետո արդեն հետզհետե թիվը նվազում է, բայց հարցրեցիք որքան է հայերի թիվը։ Այս հարցին պատասխանելու համար պետք է առաջին հերթին հարց տալ,
թե ում նկատի ունենք հայ։ Նրանց, ովքեր իրենց ինքնությունը կրում են հայի ինքնություն, այսինքն գիտակցում են իրենց հայ լինելը, թե մարդիկ, որոնք ընդամենը գիտեն, որ իրենք ունեն հայկական ծագում եւ վերջ, իրենք իրենց որևէ կերպ չեն համարում հայ, խոսելիս կարող են ասել, այո, պապս կամ պապուս պապը եղել է հայ եւ վերջ, բայց ես ռումինացի եմ կամ հունգարացի եմ կամ այլազգի։ Եթե համարենք ինքնություն կրող հայերի թիվը բավականին փոքր է, 2-ից 3000, չնայած այնքան ակտիվ է համայնքը, որ որևէ մեկը չի հավատում, որ այդքան քիչ է հայերի թիվը։ Իսկ հայկական ինքնություն կրող հայերի թիվը անշուշտ գրեթե անհնար է ասել, բայց վստահաբար 10,000-ից ավելի է։ Եվ մենք երբ խոսում ենք ինքնությունը չգիտակցող, դրան պետք է մի փոքր այլ կերպ նայել, քան օրինակ կնայենք ավելի նոր համայնքների դեպքում, որտեղ կարող ենք օրինակ քննադատաբար մոտենալ։ Ռումինիայի դեպքում դա մի փոքր հարաբերական է, որովհետև օրինակ Տրանսիլվանիայի շրջանում մենք խոսում ենք մի քանի 100 տարի գոյություն ունեցող համայնքի մասին եւ պատկերացրեք, որ ընտանիքներ կան, որ ապրելով այդ միջավայրում դեռ գիտակցում են իրենց հայ լինելը եւ հպարտանում են դրանով եւ ոչ միայն հպարտանում են, այլև փորձում են իրենց կապը ամրապնդել մայր հայրենիքի հետ, մի հայրենիքի, որի հետ իրականում իրենք փոքրուց կապ չեն ունեցել, որովհետև օրինակ մեծ սերունդը չի տեսել, ասենք չի իմացել անկախ Հայաստանի մասին օրինակ, հետագայում կամաց, որովհետև դե սովետական հա միության կազմում է եղել եւ այդ ընկալումը մայր հայրենիքի քիչ է եղել, բայց պատկերացրեք որքան ուժեղ է եղել իրենց այդ սերնդեսերունդ փոխանցված զգացումը, որ դեռևս պահում են իրենց մեջ եւ ցանկանում են եւ Հայաստան այցելելով եւ տարբեր իրենց գործունեությամբ փորձում են այսպես ասած ամրապնդել իրենց կապը հայ լինելու, հայի ինքնության հետ։ Ինքնությունը վերհիշելու, չմոռանալու, պահպանելու համար ինչ հայկական կառույցներ են պահպանվել, ինչ հայկական հետք է մնացել, հատկապես որ հազարամյակների պատմություն ունի հայ համայնքը, դպրոց, եկեղեցի։ Տեսեք, այսօր որպես կառույց, աշխարհիկ կառույց, Ռումինիայի հայոց միությունն է, որը ունի գրեթե 20 մասնաճյուղ եւ մասնաճյուղերի միջոցով այդ ոգին փորձում է հնարավորինս բարձր պահել, իսկ որպես հոգևոր կառույց այստեղ մեր ժառանգությունը ուղղակի հսկայական է, ունենք 20-ից ավելի, գրեթե շուրջ 30 եկեղեցի ու վանք եւ առաքելական եւ կաթոլիկ։ Ներողություն եմ խնդրում ընդհատելու համար։ Արդյոք դա բավարար չէ ինքնությունը պահպանելու համար։ Ինչու կա այսօր նաև ինքնության խնդիր, որը դուք ընդգծեցիք։ Ինչու կա, որովհետև ինքնության պահպանման համար ըստ իս կարևորագույն գործոնը դպրոցն է։ Կարևորագույն գործոնը։ Առանց դպրոցի չափազանց բարդ է։ Տեսեք, այսօր շատ ունենք օրինակ այստեղ հայերի մեծ մասը, ռումինահայերի մեծ մասը 80-ից 90% երևի հայախոս չէ։ Սա ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները, որովհետև օրինակ Բուխարեստում հայկական դպրոցը փակվել է 60-ականների սկզբին։ Փակվել է, քանի որ հայերի մեծ մասը արտագաղթեց, քանի որ արդեն կոմունիստական ռեժիմ եւ այլն փոքրամասնությունների համար այնքան էլ այսպես ասենք բարենպաստ պայմաններ չէին, բայց հայերի թիվն էլ նվազեց եւ դպրոցը վերացավ եւ պատկերացրեք շատերը կան, որ դեռ կարողանում են խոսել, բայց չես կարող օրինակ զրույց ունենալ ինչ որ թեմայի շուրջ երկար զրույց ունենալ։ Ռումինիայում հայկական դպրոց չկա այլևս։ Հիմա կա Կիրակնորյա դպրոց։ Բուխարեստում ունենք Կիրակնորյա դպրոց։ Շատ ցանկալի կլինի, իհարկե, ես ինքս էլ մտածում եմ ինչպես կարող ենք անել, որ դպրոցն ընդլայնվի եւ կարողանանք այդ հարցը լուծել, քանի որ կրկնում եմ, ինքնությունը պահելու համար լեզվի գործոնը ամենակարևորն է։ Ես ինքս իմ առաջին աշխատությունը, առաջին գիրքը հենց հայրենի մասին է, ռումինախոսների համար հայրեն սովորելու ինքնուսույց։ Դա մի այլընտրանքային մեթոդ էր հայրեն սովորելու համար, հիմնված տառադարձության մեթոդի եւ դրան զուգահեռ հայրեն տառերը սովորելու միջոցով այնպես անել, որ
մոտ 33 դաս հետո երեխան կամ սովընթերցողը կապ չունի տարիքը կարողանա հայերեն գրել եւ կարդալ առանց խնդրի։ Շատ մեծ գոհունակությամբ էի տեսնում, թե ինչպես են սովորում, ինչպես են ինձ հարցերով դիմում, շատ ուրախ եմ եւ հենց այն արձագանքների համար, որոնք ստացա, բայց կա մի խնդիր, որ պետք է դրան շարունակականություն։ Ահա այդ շարունակականությունն է, որ պետք է ապահովել, որ մարդը խոսի հայերեն շատ։ Դուք ընդգծեցիք ձեր խոսքում, որ Ռումինիայում բազմաթիվ են հայկական եկեղեցիները։ Ենթադրում եմ դրանից հետևում է նաև, որ հայ հոգևորականության թիվն էլ քիչ չէ։ Արդյոք այդ խնդիրը հայոց լեզվի դասավանդման խնդիրը իրենց վրա, իրենց ուսերին չեն կարող վերցնել նաև հայ հոգևորականության մի մասը առնվազն։ Տեսեք, հոգևորականներ այդքան եկեղեցի ունենք, բայց այդքան հոգևորականներ չկան, մոտ 5-6 հոգևորական են, ինչու, որովհետև տեսեք, ունենք օրինակ Սուչավա քաղաքում։ Սուչավա քաղաքում կես կատակ, կես լուրջ, եթե ասենք, ավելի շատ եկեղեցի ու վանք է մնացել, քան հայ։ Այսպես ասած, կես կատակ ասելով, բայց այնտեղ օրինակ համայնքային կյանքը բավականին պասիվ է, որովհետև երիտասարդներ չկան, բայց Սուչավան իր խորհրդանշականությամբ հայկական ընդհանրապես հայկական սփյուռքում իր ուրույն տեղը ունի։ Ունենք երկու վանք, հռչակավոր Հաճկատարի վանքը, որտեղ Վազգեն կաթողիկոսը մինչև հոգևորական դառնալ, հա, այդ հոգևորական դառնալու 40 օրն անցկացրել է այնտեղ, ինքը լինելով Ռումինիայից ծնունդով, Հաճկատար վանքում, որը 1512 թվականին է հիմնադրվել։ Ունենք Զամկայի վանքը, հռչակավոր վանքը, որի եկեղեցիներից մեկը 15-րդ դարի թվագրվում, ունենք երկու եկեղեցի, Սուրբ Սիմեոն եւ Սուրբ Խաչ։ Պատկերացրեք, հարևան քաղաքում, Բոտոշան քաղաքում եւս երկու եկեղեցի, բայց հայերի թիվը բավականին փոքր է, այսինքն օրինակ հոգևորականները, որոնք ծառայում են այնտեղ, կարող ենք ասել դասավանդեն, մեծ սիրով կդասավանդեն վստահաբար, բայց պիտի հավաքվեն երեխաները, եթե չկան երիտասարդները հիմնական կամ մեկնում են, կամ վաղուց չեն բնակվում այդ քաղաքներում, հա, կամ տեղափոխվում են ավելի մեծ քաղաքներ, ինչպես Բուխարեստ, Կլուժ, Տիմիշոարա եւ այլն, կամ մեկնում են Ռումինիայից։ Եվ այս դեպքում խնդիր է առաջանում, որ ինչպես դասավանդել։ Այստեղ մի լուծում էինք ժամանակին մտածել, չգիտեմ, եթե հնարավոր կլինի երբևէ իրագործել։ Ես ինքս շատ եմ ցանկանում, պարզապես ժամանակի սղության բերումով չեմ կարողանում, որովհետև իմ ուսումնասիրությունները արխիվներում եւ այլն ուղղակի շատ ժամանակ են տանում, խլում։ Հնարավոր էր այդ առցանց տարբերակով ուսուցումը, այսինքն որ պարտադիր չլինի ֆիզիկապես ներկա լինեն բոլորը, քանի որ համայնքը սփռված է ամբողջ երկրով, այնպես չէ, որ 2-3 քաղաքում է կենտրոնացած։ Եվ այդ դեպքում, որպեսզի բոլորը հասանելի լինեն, անգամ եթե 1-2 երեխա կա ինչ-որ քաղաքում, 1-2-ը մեկ այլ քաղաքում, կարողանան բոլորը մասնակցել դասերին։ Տեսնենք, հուսամ ինչ-որ պահի ստացվի այդ տարբերակով, բայց կրկնում եմ, առաջինը լեզուն է ինքնության պահպանման համար եւ երկրորդը Հայաստանի հետ կապը։ Այսինքն նույն անգամ եթե ռումիներեն չեն խոսում, պատկերացրեք, ինչպես եմ ես մտածում, շատ ունենք այո, հա ռումինախոսներ, որոնք իսկապես այսպես հոգի են դնում հայկական տարբեր միջոցառումներ կազմակերպելու, ինչ որ կերպ Հայաստանին օգտակար լինելու համար։ Եվ այս դեպքում մտածում եմ, լավ, եթե նույնիսկ իրենց համար բարդ է, այս մարդը գոնե այնպես կանի, որ իր երեխայի կապը Հայաստանի հետ լինի շատ ամուր եւ իր երեխան գոնե հայրեն կսովորի եւ Օրինակ, այդ այլում կապը եք գոնե։ խոսում հայերեն, թույլ տվեք նկատել, դուք հայերեն շատ լավ եք խոսում, դուք վերջին շրջանում եք հայտնվել այդտեղ, թե Այո, ավելի։ ես Հայաստանում եմ մեծացել եւ դպրոցը, համալսարանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն եմ ավարտել եւ մագիստրատուրայից հետո դոկտորական ուսման նպատակով Բուխարեստի համալսարան եմ ընդունվել եւ համալսարանը ավարտելուց հետո արդեն դրանից առաջ արդեն աշխատում էի համայնքում նախ մեր համայնքի նախագահի Վարուժան Ոսկանյանի հետ, որը նախարարն էր էկոնոմիկայի, իր խորհրդականն էր նախարարությունում, Ռումինիայի էկոնոմիկայի նախարարությունում, իսկ հետո արդեն համայնքում, իր հրաժարականից հետո արդեն համայնքում
այսպես թերթի ոլորտում, որից կամ ինչպես թերթում եմ աշխատում, անշուշտ ամսագրում, բայց իմ գործունեության մեծ մասը ուղղված է հայագիտական նյութերի հայտնաբերմանը, որոնք, ասենք, տասնամյակներով, այսպես ասեմ, փոխաբերական իմաստով հաստ փոշու տակ գտնվում են ռումինական տարբեր հաստատություններում։ Եվ մեր նախազրույցի ընթացքում դուք նշեցիք, որ այդ հայագիտական նյութերից մի քանիսը մատենադարան եք պատրաստվում ուղարկել, կխնդրեմ դրա մասին։ Այո, եւ մատենադարան, ինչպես նաեւ ազգային գրադարան, այս երկու այսպես ասենք թեմայի մասին նշեմ, մեկը պարբերականներն են, հայկական պարբերականները, որոնց թիվը 30-ից ավելի է, գրեթե երևի մինչև 40 կհասնի, հարցն այն է, որ ամեն անգամ այդ թիվը անընդհատ աճում է, որովհետև կան պարբերականներ, որոնց մասին որևէ մեկը չգիտի եւ այսպես ինչ որ պրպտումների արդյունքում հայտնաբերում եմ ինչ որտեղ եւս մի օրինակ պարբերական, Որն է ամենա որոնցում ուշագրավը ձեր համար, որը գտել եք եւ որ թվական։ գիտեք, շատ են, հիմնականը 20-30-ական թվականների, բայց շատ հետաքրքիր է նաև օրինակ 1900-ական թվականների, օրինակ ռումինական եղել է Ավրորա, բայց ռումիներենով, բայց հայկական։ Հիմնականում հայալեզու են, կա եղել է Արարատ, մինչև մեր Արարատը եղել է եւս մեկ Արարատ։ Երկար տարիների կյանք են ունեցել Նոր Արշալույս, Երկիր, էլի կան մի քանի Մասիս, պարբերականը 2-3 տարի լույս տեսել Հակոբ Սիրունու, մեծ հայագետ Հակոբ Սիրունու Արազ, շաբաթաթերթը մոտ 12 տարի լույս է տեսել։ Նոր Արշալույսը, որ նշեցի, գլխավոր խմբագիրը Պարույր Լևոնյանն է, որը եղել է Առաջին հանրապետության տարիներին Գյումրու քաղաքապետը։ Լևոնյանը մեծն Աշուղ Ջիվանու որդիներից մեկն է եւ շատ այսպես մեծ դեր են ունեցել այդ ժամանակվա համայնքային կյանք, պատկերացրեք ցեղասպանությունից հետո որքան կարևոր էր ինքնության պահպանման, ընդհանրապես երեխաներին, որբերին կարողանալ ամեն կերպ աջակցել։ Ռումինիայում գործում էր Ստրունգայի որբանոցը, ի դեպ իմ վերջին գիրքը հենց Ստրունգայի հայկական որբանոցի մասին էր, շնորհանդես անցած տարի Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանում եղավ, տեղի ունեցավ եւ շատ այսպես մի ուղղակի եւ հուզիչ եւ տպավորիչ մի պատմություն է, թե ինչպես էին այն ժամանակվա մտավորականները եւ ընդհանրապես հայերը փորձում աջակցել նոր սերնդին, շատ հետաքրքիր է ուղղակի իրենց պատմություն տեսնել։ Իդեպ Լևոնյանի կինը Գայանեն իր մահից հետո ինքը շուտ է մահանում 33 թվականին, Գայանեն իր ամուսնու մահից հետո ամուսնանում է մեր լեգենդար զորավար Դրաստամատ Կանայանի Դրոյի հետ։ Դրոն ապրել է Ռումինիայում մոտ 15 տարի, 15 տարուց նույնիսկ ավելի։ Իր տունը մինչ օրս Բուխարեստում կա եւ իհարկե այլ սեփականատերեր են, բայց հետաքրքիր է Կողային պատի վրա այսպես սալիկներով երևում են հայերեն Դ եւ Կ տառերը Դրաստամատ Կանայան, բայց դա միայն երևի հայերը կհասկանան, եթե ուշադիր նայեն, որ պատկերացնեն։ Շատ գեղեցիկ տուն է, այդպես քանդակներով, վարդություններով եւ այլն։ Եվ պետք է նշեմ, որ առաջին հանրապետության բազմաթիվ պաշտոնյաներ տեղափոխվել են Ռումինիա, գրեթե երևի, չգիտեմ, կառավարության կեսը Ռումինիայում է, այո, նույնիսկ Գերեզմանատան օրինակ ուղարկավորված են օրինակ ֆինանսների նախարար Արարատյանը, ունենք մեր զորավարներ շատ հայտնի Դրոյի աջ ձեռքը Կուրոտ Արխանյանը նույնպես ուղարկավորված է այստեղ եւ շատ ունենք էլի զորավարներ եւ առաջին հանրապետության պաշտոնյաներ, որոնք քաղաքական դեմքեր, որոնք ուղարկավորված են Բուխարեստի հայկական գերեզմանատանը։ Իսկ նրանց շարավիղներից ովքեր են, որ հիմա շարունակում են այդտեղ ապրել։ Չէ, Դրոյի իրենք տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, դե երկրորդ համաշխարհայինից հետո տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, Սիրունին ժառանգ չունեցավ, շատ քիչ,
գրեթե չկան, այսինքն իրենցից հիմնականում տեղափոխվել են այլ երկրներ կամ աքսորվեցին, երբ երկրորդ համաշխարհայինից հետո աքսորվեցին կամ այդ ընթացքում նույնիսկ դեռ չէր ավարտվել, բայց արդեն կոմունիստական, այսպես ասած, իշխանությունը դե ֆակտո հաստատվել էր Ռումինիայում, աքսորվեցին Սիբիր եւ մի մասը չվերադարձավ, շատ հայտնի մտավորականներ, Հարություն Աթանասյան եւ այլն, որոնք իսկ շատ պոլսահայ, այսպես էլիտան էին կազմում, ինչպես Սիուն եւ այլն, շատերը չվերադարձան կամ եթե հաջողացրին, ուղղակի տեղափոխվեցին այլ երկրներ, այսինքն Ռումինիայում չմնացին, որովհետեւ կամ հետապնդումների էին ենթարկվում, կամ ուղղակի այլևս, այսպես ասած, հնարավոր չէր շարունակել իրենց կյանքը։ Ես նաև գիտեմ, որ Ռումինիայում կա հայկական փողոց, հայերի կողմից հիմնադրված փողոց, որտեղ ամեն տարի միջոցառումներ են իրականացվում, որի մասնակցում են նաև մեծաթիվ ռումինացիներ։ Հիմա կա այդ ավանդույթը պահպանվել է թե ոչ։ Լսեք, մինչև նշելը հենց Բուխարեստի հայկական փողոց փառատոնի մասին, կարճ նշեմ, թե հայկական փողոց անունով քանի քանի փողոց կա Ռումինիայում, տարբեր քաղաքներում։ Եվ պատկերացրեք, ես գյուղ է գյուղ, քաղաք է քաղաք շրջել եմ, որտեղ որ լսել եմ, որ կարող է ինչ-որ հայկական հետք լինել, շրջել եմ եւ քաղաքներից մեկում պատահաբար գտնում եմ Դարաբան քաղաք, Ռումինիայի հյուսիս-արևելյան ծայրի Ուկրաինայի հետ սահմանին մի քաղաք է եւ տեսա պատահաբար Strada Armean, այսինքն հայկական փողոց։ Եվ գնացի հասա հենց այնտեղ եւ տեսնեմ մի փոքր փողոց, նեղ իսկապես կոչվում է հայկական փողոց։ Բնակիչներից եւ ոչ մեկը չգիտեր թե ինչու է կոչվում հայկական փողոց։ Եվ այդպիսի օրինակները շատ-շատ են։ Վերադառնալով հայկական փողոց փառատոնին 2013 թվականից այնտեղ է ունենում եւ այնքան հայտնի է դարձել Ռումինիայում, Բուխարեստում եւ ընդհանրապես Ռումինիայում, որ պատկերացրեք, օրինակ անցած տարի ավելի քան 20,000 այցելի են ունեցել պաշտոնապես, 20-ից 30,000 վերջին տարիներին այցելուներ է ունենում եւ անգամ շատերը որ օրինակ ծանոթանում են եւ այլն ռումինացիների հետ, մինչեւ ինչ որ խոսելը հայես, այ ձեր փառատոնը երբ է լինելու։ Այդքան սիրված է եւ այս տարի երկու անգամ է տեղի ունենում, քանի որ եկեղեցին վերանորոգվում էր, փառատոնը տեղափոխվել էր Բուսաբանական այգի Բուխարեստի եւ նաեւ տարածքի պատճառով, քանի որ այցելուների թիվը մեծացել էր եւ հայկական փողոցը այլևս չէր կարողանում տեղավորել այդքան այցելուների, հատկապես համերգների ժամանակ եւ տեղափոխվել էր Բուսաբանական այգի, բայց քանի որ այդ ոգին հայկական փողոց այդ անվան պահպանվի, այս տարի որոշեցինք երկու անգամ կազմակերպել, մեկը pop-up ոճի, այսինքն նախա փառատոնային մեծ փառատոնային, որը հենց հայկական փողոցի վրա եղավ, այնց անցնող շաբաթ կիրակի հանգստյան օրերին էր 24-25-ին շատ լավ անցավ, էլի ընտիր եւ հաջորդը արդեն փառատոնի մեծ տարբերակն է օգոստոսի 1-ից 3-ը մեր բոլոր դիտողներին կոչ եմ անում, եթե գտնվելու են Ռումինիայում այդ շրջանում, անպայման այցելեն, ունենում ենք պարտադիր Հայաստանից հյուրեր, ռումինացի շատ հայտնի կատարողներ եւ պարի եւ երգի եւ այլն երեխաների համար նախատեսված տոնավաճառ հայկական տարատեսակ իրերով եւ Հայաստանից բերված եւ այստեղ պատրաստված մի խոսքով կարելի է ասել ռումինահայ համայնքի այսպես բրենդն է այդ Strada Armeniaska հայկական փողոց փառատոնը մի խոսքով կոչ եմ անում բոլորին ովքեր կգտնվեն Ռումինիայում այդ ժամանակ անպայման այցելեն